Բարև ձեզ Factor TV հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, ողջույն։ Ադամյան, հիմա Հանրապետությունը ընդդիմադիր է, իշխանական է, ոչ իշխանական է, հեչ հասկանալի չի, այս հարցը գիտեք նաև ձեր դիրքորոշումից է գալիս, ասենք դուք չեք դատապարտում ի թիվս այլ քաղաքական ընդդիմադիր ուժերի կամ ՀԿ-ների Նիկոլ Փաշինյանի բանտերը քաղբանտարկյալներով համարելու քաղաքականությունը մի քանի անուններ կան Բագրատ arczepiskopos, Միքայել arczepiskopos, Սամվել Կարապետյան, վերջերս էլ Վարդան Ղուկասյան, ինչու չեք դատապարտում այս քաղաքականությունը։ Շնորհակալ եմ հրավերի համար, բայց ասեմ, որ ձեր տեղեկությունները շատ հին են։ Կամ ամենայն դեպս ամբողջական չեն։ Ասեմ ինչու։ Եթե դուք ուշադիր եղել եք Հանրապետություն կուսակցության անդամների ամենևս քաղխորհրդի կեսից ավելիի դեմ հարուցված են քրեական գործեր։ Հիմա։ Այո։ Ինչ գործեր։ Սկսած Արամ Սարգսյանից։ Բացարձակապես շինծու մեղադրանքներով։ Նկատի ունեք օրինակ քրեական գործերը Դաշնակցության հաղորդումը դատանի կամ Սամվել Կարապետյանի Բագրատ arczepiskopos եւ այլ, գիտեք, ես նույնիսկ չեմ կարող, որովհետեւ այդքան թվարկեմ եթերը կավարտվի, թվարկել թե քանի Հանրապետություն կուսակցության քանի անդամի դեմ, քանի տեսակի քրեական գործ է հարուցված։ Եվ ես ուզում եմ ասել, որ Համենայն դեպս ակնհայտ է դարձել, որ ներկա քաղաքական պայքարի գլխավոր մասը դարձել է նաև դատական հայցերը, որտեղ այդ դատական հայցերը նպատակ ունեն առաջին լրացնել։ Կնեք, ես հասկացա, այստեղ խնդիր կա։ Այս մարդկանց հետ դուք բարիկադների հակառակ կողմում եք, այդ պատճառով նրանց քաղբանտարկյալ չեք ճանաչում, ճիշտ հասկացա Տիկին Ադամյան։ Գիտեք, մենք քաղբանտարկյալ չճանաչելու շատ իրավական հիմքեր ունենք։ Ինչպես կարող է քաղբանտարկյալ լինել, ով ուզում է լինի աշխարհիկ թե հոգևորական։ Ինչպես կարող է քաղբանտարկյալ լինել, եթե պետության կազմակերպման կոչ է անում, եթե հեղաշրջման կոչ է անում։ Այսինքն ինչ, մեզ մոտ ժողովրդավարության այնպիսի պատկերացում է, ազատ խոսքի տեսակետ արտահայտելու այնպիսի պատկերացում է, որ ով ինչ ուզի, մտքով ինչ անցնի, հայտարարի եւ դա մնա անպատասխան։ Բայց չէ՞ որ դա խոսք է հնչեցված, ոչ թե քայլ, ասենք Միքայել Աջապահյանը քայլ չի արել։ Դա խոսք չի, դա կոչ է, ռազմական հեղաշրջում։ Դա կոչ է, եկեք տարբերենք։ Դա կոչ է։ Կոչ է դա։ Իսկ ով ասեց, եւ որ եթե այդ կոչին արձագանք լիներ, Միքայել Աջապահյանը չէր դառնա կազմակերպիչ, Վարդան Ղուկասյանը չէր դառնա կազմակերպիչ։ Ով ասաց։ Ինչ հիմքեր ունեք նման պնդումի։ Մի երկրում, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ով է անցել։ Ինչ իրավունք ունեք նման պնդման, բարոյական, քաղաքական, իրավական։ Գիտեք, եկեք իրերին եւ երևույթներին իրենց անունները տանք։ Հակառակ չընկալեք, թե ես ինչ-որ մեկի փաստաբան եմ, Տիկին Ադամյան։ Բացարձակապես ոչ էլ ես եմ որևէ մեկին պետական մեղադրող կամ փաստաբան։ Ազատ հարցեր ենք տալիս եւ քննարկենք, հա։ Ասենք, երբ որ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը ասում էր մեր ձևով հասկացան իշխանության զավթման կոչ, չէ՞, բայց մեր ձևովը կարող էր աղոթքով լինել, ինքը գործարար է, կարող է գործարարավարի լինել։ Այդ ոնց հասկացան, որ մեր ձևովը դա ինչ-որ զինված կամ չգիտեմ ինչ հեղաշրջումն է։ Շինծության հոտ չի գալիս ինչ-որ Սարքովի։ Ես օրինակ տեսեք չեմ կարող ասել փողերի լվացման մեղադրանքը ինչի իմաստով, որովհետև չունեմ ապացույց, բայց սա հրապարակային է հնչել, հարցերը նաև այստեղից են առաջանում, արդյոք քաղ հալածյալներ չեն այս մարդիկ։ Հարգարժան պարոն Անանյան, դուք լուսնից եք իջել։ Ոչ, ես եկել եմ նյուզրումից այստեղի։ Շատ ուրախ եմ, եթե դուք եկել եք նյուզրումից, որտեղ ենթադրվում է հավաքվում է ինֆորմացիա, եւ այդ ինֆորմացիան ոչ միայն հավաքվում, այլև մշակվում է։ Այո։ Դուք որևէ տեղեկություն չունեք, թե Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ ջան, եկեք ձեր անձին հիմա իմ խոսքը չընդունեք, ես պատասխանում եմ։ Ինչ ուզում եք ասեք Տիկին Ադամյան, սովոր եմ որ քաղաքական գործիչները ինձ թիրախավորեն։ Ես չեմ թիրախավորում, ես հասկանում եմ, որ դուք բարձրացնում եք ոչ թե կոնկրետ ձեզ հետաքրքրող հարց, որտեղ դուք այդ պատասխանը
այդ հարցի պատասխանը բառայաղ ունեք, դուք պարզապես բարձրաձայնում եք որոշակի խավի, որոշակի շերտի հարցեր։ Շատերս չեն ըմբռնում, ասենք նաև ընդդիմադիր կամ իշխանական ուժեր, ես միշտ, եթե քաղաքական գործիչն եմ, ընդդիմադիր եմ իմ հյուրին, այսինքն ես չեմ սիրում նստել եւ հյուրի սազը նվագել, հա, ես սիրում եմ հյուրին ընդդիմադիր հարցեր տալ, լինի իշխանական թե ընդդիմադիր, այդպես ավելի հետաքրքիր լինում եւ կանխատեսելով ձեր դիրքորոշումը ես հենց այդ դիրքավորմամբ հանդես եկա իմ հարցադրումները անելիս եւ մյուս հարցադրումներում այդպես էլ կվարվեմ, կարող եք շարունակել։ Ինձ դրիկ մի կողմ հասկացա։ Թանկագին պարոն Անայան, մի մոռացեք, որ ես լրագրող եմ։ Ընտիր, գնացինք։ Ոչ միայն եղել, այլև կամ։ Այնպես որ ինձ բացատրություններ պետք չեն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության 2018 թվականից հետո պատմությունը ոնց ուզում եք վերցրեք, բաժանվում է մի քանի Հայաստանների։ Եվ այդ մի քանի Հայաստանների 20-20-ից հետո սկսած անցած ապրած տարիները եւս բաժանվում են մի քանի Հայաստանների։ Մենք անցանք շատ բարդ, շատ դաժան փորձությունների միջով։ Ու հատկապես 20-20-ից հետո ի հայտ եկավ, հաստատվեց, ինձ թվում է արդեն որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես հետ խորհրդային տարածքի այլ պետությունների դեմ, նույն ձեռագրով, նույն սկզբունքով, նույն կենտրոնից վարվում է հիբրիդային պատերազմ, մեկ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերացումը։ Եվ եթե դուք հիմա ինձ հարց եք ուղղում մեր ձևով, արդյոք շինծու չէր, էսերեն չէր, եկեք դիտարկենք այդ շրջանակում։ Իսկ ինչու չդիտարկենք։ Իսկ շինծու էր, թե շինծու չէր Իլան Շորը, Մոլդովայից արտաքսված Իլան Շորը։ Իսկ ինչու իրավական տերմինոլոգիայի դաշտում միայն չդիտարկել, այլ դիտարկել արդյոք տվյալ անձինք Ռուսաստանի ձեռքին գործիք են, թե չէ գործիք է։ Եթե գործիք են, դա էլ մի ուրիշ քրեական պատմություն կարող է լինել, բայց չունենք մենք նման։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում քրեական պատմությունների դաշտ մտնել, որովհետև դա բացարձակապես չեմ համարում արդյունավետ ու օգտակար գործողության գործակից ունեցող։ Ես բացատրում եմ, փորձում եմ բացատրել ամենայն դեպս այն իրավիճակը, որը ստեղծված է, եւ այդ իրավիճակում Հայաստանը միակ ու եզակի դեպք չէ։ Հայաստանի Հանրապետությունում էլ տեղի են ունենում նույն այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետ խորհրդային տարածքի Ռուսաստանի ազդեցության դաշտից դուրս եկող անկախությունը իրական դարձնող պետություններում։ Մոլդովան կարողացավ այդ մարտահրավերները հաղթահարել։ Մոլդովայում նույն սխեման էր գործում։ Պետականության դեմ պայքարի հանել էին եւ եկեղեցուն, եւ փորձում էին դրսից ներմուծել իրենց միլիարդատերերին, ես արդեն Իլան Շորին հիշատակեցի, եւ փորձում էին ներսից պայթեցնել իրավիճակը։ Մոլդովայի իշխանությունը գնաց շատ կարդինալ, շատ արմատական եւ շատ գործուն քայլերի։ Ընտրությունների նախորդին դրապայքարից դուրս բերեց երկու կուսակցությունների։ Այ հարցը հիմա այն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կգնա նման քայլերի, թե ոչ։ Պետք է գնա։ Որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում Կրեմլի վկաները շատ ակտիվ, շատ մարտական եւ շատ ագրեսիվ են տրամադրված։ Տիկին Ադամյան, մի քիչ եւ հետո ժողովրդավարությունը ինքը իրեն չի պաշտպանում։ Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի մի քիչ, թե մի քիչ շատ, կա խնդիր։ Դες կորցնում ես պետականությունը, թե ամեն ինչ անում ես պետականությունը պահպանելու համար։ Ինչու թույլ չտալ մարդկանց ընտրել պայմանական ասած Ռուսաստանի արևմուտքի միջև, հա, այսինքն թող լինի նաև ռուսամետ ընտրություն եւ մարդիկ ինչ որ քվետան, ինչու արգելել այդ կուսակցությունը դուք Մոլդովայի օրինակը բերեցիք։ Ես մի քիչ ասես ձեռնոց եմ հանետում ձեզ։ Իհարկե Ռուսաստանը, որ Հայաստանի անկախությանը սպառնում է եւ շատ այլ երկրներ, դա ապացուցման կարիք չունի շատ հաճախ իրենց հայտարարություններից ելնելով։ Դուք ինձ ձեռնոց չեք նետում, դուք ձեռնոց եք նետում արցախցիներին ու Արցախին։ Դուք ուզում եք, որ Հայաստանն ունենա Արցախի ճակատագիրը։ Ճիշտ է, Արցախը չճանաչված պետություն էր, Հայաստանը ճանաչված պետություն է։ Բայց ինչ կատարվեց Արցախում նույն այդ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ
եւ արցախցիների ակտիվ մասնակցությամբ։ Թող ժողովուրդը ունենա ընտրության հնարավորություն։ Ժողովուրդը բարգ աստու ընտրության հնարավորություն ունի։ Ձեզ հետ միասին թող նաեւ ռուսամետները ժողովուրդը ընտրության հնարավորություն ունի եւ ժողովուրդը ավելի առավել քանիցս համոզված է իր ընտրության արգասիքները ինչ են լինելու։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը այս ընթացքում 2018-ից 2020, 2020-ից 2025 այմ ասած այդ տարբեր Հայաստաններում այնքան կորուստներ է ունեցել, որ պիտի հասկանա, պիտի արդեն ընկալի պարզ ճշմարտությունը։ Պետությունը կարող է գոյություն ունենալ միայն ինքնիշխանության պարագայում, բայց այդ ինքնիշխանությունը մանանա չի, որ երկնքից թափվում է։ Այդ ինքնիշխանությունը իրենով պայմանավորում է քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, պարենային անվտանգություն։ Իսկ այդ բոլոր հարցերը հնարավոր է լուծել միայն մեկ պարագայում, երբ դու ես որոշում քո անելիքը, ոչ թե քեզ տելադրում են։ Այդ բոլոր հարցերը կներեք ավարտեմ, այդ բոլոր հարցերը հնարավոր է լուծել իրական դաշնակիցներ ունենալու պարագայում, ոչ թե այն դաշնակիցները, որոնք ամեն քայլափոխին անցնում են քո թշնամու ճամբարը։ Սա է իրականությունը, ասում է, եկեք գնանք միութենական պետություն կազմենք, ով դեմ է, շարունակում է շատ բառերով։ Նախ ասած շան տղա կամ շան աղջիկ է։ Շան աղջիկ չէի լսել, տղա է։ Դե բնականաբար, եթե շան տղա կա, սերերի, հա, բաժանվում է։ Գենդերային բաժանում։ Հասկացանք, դուք ասում եք գնանք Եվրամիություն։ Այն ինչու են այս մարդուն այդ խոսքի համար դատում, ձեզ չեն դատում, որովհետև Եվրամիությունն էլ ըստ էության, ես հիշում եմ պարոն Քոչարյանի ասածը, որ կսպառնա Հայաստանի ինքնիշխանությանը, էլի ինքնիշխանության զիջման ինչ-որ տարածք է։ Ես բան չեմ ասում, Եվրամիությունը ավելի բարեկեցիկ ժողովրդավար պետությունների ընտանիք է, այնտեղ յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայնի հնարավորություն եւ այլն, միութենական պետությունում էլ կարող է նման հնարավորություն լինել։ Ինչու է մարդուն դատում են, որը իդեպ ձեզ հաղթել է Գյումրիում եւ դարձել է քաղաքապետ, իսկ ձեզ չեն դատում մեզ ԵՄ տանելու համար։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որ արդյունքի ընթացքում ձեր ծիծաղը ձեր ասածները գալիս է։ Ես չկարողացա ուղղակի այնուամենայնիվ դիմանալ ես անգամ։ Դա արդեն իսկ պատասխան է ձեր հարցին։ Եթե ես փորձեմ ոչ այդքան, ինչ ասեմ, բայց եկեք լուրջ եկեք այս հարցին։ Ձեր ոճով պատասխանել իսկապես ինձ համար չափազանց վիրավորական է, գերվիրավորական է, որ դուք փորձում եք համեմատել Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցության կնիքը գնաց եւ ընտրություններին մասնակցած Վարդան Ղուկասյանին ու Հանրապետություն կուսակցությունը։ Կներեք, բայց դրա համար ես ձեզ կարող եմ նույնիսկ դատի տալ։ Չէ, բայց քաղաքական գործիչներ են տիկին։ Չափազանց լուրջ, որովհետեւ ձեր ասածը ոչ քաղաքական հարթության մեջ է տեղավորվում, ոչ բարոյական հարթության մեջ է տեղավորվում, ոչ էլ մարդկային ու ընդհանրապես անախրոնիզմը։ Տիկին Ադամյան, քաղաքական գործիչ է, թույլատրված է, զբաղվում է քաղաքականությամբ։ Մարդը ես որքան հասկանում եմ, ոչ միայն ինքնակոչ քաղաքական գործիչ է, մարդը թիմ ընտրություններում հաղթած համայնքապետ է։ Այո։ Որոնք են իր գործերը։ Որն ուզում է մտնենք միութենական պետություն։ Այո, որոնք են իր գործերը, անի ղարսը գրավելը։ Հա։ Դա է համայնքապետի պարտականությունները։ Եթե իր պաշտոնավարման կիսամյակում Վարդան Ղուկասյանը բարի լիներ իր պարտականությունները կատարել, համենայն դեպս կատարել իր տված խոստումները, ես կարծում եմ այսօր նա կգլիներ Գյումրիում։ Ոչ թե հայտնի վայրում, վազքով, շատ գեղեցիկ, տպավորիչ վազքով։ Իսկ ինչու է մի դեպքում քրեորեն պատժելի, մի դեպքում ոչ։ Եկեք այնուամենայնիվ անդրադառնամ, այստեղ քրեորեն պատժելին ի՞նչն է։ Եվրամիության անդամակցության կոչը, որին Հայաստանի Հանրապետության 60,000 եւ ավելի քաղաքացիներ են միացել, դա է քրեորեն պատժելի։ Քրեորեն պատժելի է ազգային ժողովի ընդունած օրենքը, պարոն Անանյան։ Դա դիտվեք։ Ինչն է այստեղ քրեորեն պատժելի։ Եկեք հասկանանք։ Իսկ նա ինչու է քրեորեն պատժելի։ Այսպես անհավասարության բան չկա, որ միութենական պետություն մտնել ցանկացողները պատժվում են քրեորեն, իսկ ԵՄ գնացողները ոչ։
Ես զարմանում եմ, որ դուք համեմատության եզրեր եք գտնում միութենագոյություն չունեցող միութենական պետության։ Չէ, գոյություն ունի Ռուսաստան, Բելարուս։ Այո, միութենական պետություն։ Այո, բայց ոչ միութենական պետություն այն ընկալմամբ, որ փորձում են ձևավորել եւ պարտադրել Կրեմլում, սա բացարձակ այլ խոսակցություն է։ Շատ զարմանում եմ, որ դուք համացան եզրերը։ Բայց ես ասացի, չէ՞ դեպի Ադամես, միշտ ընդդիմադիր եմ իմ հյուրերին, դա հետաքրքրացնում է մեր հարցազրույցը։ Ես չեմ ուզում դուք անverջ արտահայտանալ։ Ես ուզում եմ դուք թույլ տաք, որ ես բացատրեմ։ Ասեք, հա, դե մի զարմացեք այդ հարցի սահմանին։ Շնորհակալ եմ, երիցս։ Բացարձակապես որևէ համացան եզր չի կարող լինել կայացած տնտեսապես հզոր, արդեն իսկ ռազմականապես հզորացող Եվրամիության հնարավորությունների 500 միլիարդանոց շուկայի եւ ինչ որ չկայացած առ այսօր դեռ ինքն իր օրենքներին հակասող որոշումներ ընդունող կառույցի միջև սա նոնսենս է եւ ես շատ իսկապես թույլ տվեք ասել զարմանում եմ որ գոյություն ունեն նման համեմատություն անողներ, գոյություն ունեն նման տեսակետներ զարգացնողներ։ Եկեք հասկանանք, հա, 2013 թվականի Ինսաշ Սարգսյանի գեր թեթև ձեռքով մի գիշերում մենք հայտնվեցինք Մաքսային միությունում, որ չկորցնենք Ղարաբաղը։ Ինչ եղավ հետևանքը, Ղարաբաղն էլ կորցրեցինք, Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարներն էլ կորցրեցինք, որովհետև այդ որոշման հետևանքով մենք ասոցիացիան համաձայնագիր չկնքեցինք Եվրամիության հետ։ Իդեպ այն Եվրամիության հետ, որ մինչև հայտնի դեպքերը դեռ տարիներով Ադրբեջանի հետ ասոցիացիան համաձայնագիր չէր կնքում, որտեղ չէր ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տիկին Ադամյան, եկեք չմոռանանք, եկեք հարցը դամ շարունակենք, էլի։ Բայց ձեր հարցին եմ պատասխանում։ Ուզում եմ ավելացնել, այս ներքին process-ները աշխարհիկ եւ հոգեվոր իշխանության ներկայացուցիչների միջև, չգիտեմ, տեսանյութերի հրապարակում տասնակից ավելի հոգեվորականներ են ձերբակալվել, հա, նաեւ Արագածոտնի թեմի ներկայացուցիչներ, արդեն նշեցի Միքայել եւ Բագրատ arczepiskopos-ներ եւ այլ, սրանք ձեր կարծիքով չունեք մտահոգություն, որ Եվրամիության կողմից կարող է ինչ-որ մի օր դիտարկվել որպես ժողովրդավարական հետընթաց, այսպես Փաշինյանը իր օպոնենտներին բանտն է նետնում, իսկ Եվրամիություն չի կարող մտնել քաղաքալացյալների, այսպես բանակ ունեցող պետություն։ Դուք անձամբ որպես ոչ չունեմ մտահոգություն, որովհետև ես չեմ համարում, որ նրանք քաղաքալացյալներ են։ Ես համարում եմ, որ նրանք մարդիկ են, անկախ նրանից աշխարհիկ թե հոգևոր, որ դուրս են եկել իրենց պետության, իրենց եկեղեցու եւ իրենց ժողովրդի դեմ։ Այդ պարագայում որևէ մեկը չի կարող կոչվել քաղաքալացյալ։ Եմեն չի ասի, որ նախ ազատ եք ձեր քաղբանտարկելն, այսինքն Վրաստան պատմությունը չի կրկնվի, վստահ եք։ Ես Եվրամիության կողմից չեմ կարող հայտարարել, թե Եվրամիությունը որևէ մեկը դա չի կարող անել։ Եվրամիությունը ես կարծում եմ, որ շատ լավ էլ ինֆորմացված է ինչ է կատարվում տարածաշրջանում։ Եվրամիությունը շատ լավ էլ ինֆորմացված է այդ ներքին խմորումներին, թե Հայաստանում, թե Վրաստանում, թե Մոլդովայում, նույնիսկ արդեն Ադրբեջանում, Ուկրաինայի մասին արդեն չասեմ։ Այնպես որ ձեր այդ մտավախությունը, որ մենք այստեղ քաղաքալացյալներ չենք ընդունում, մենք այստեղ փորձում ենք ժողովրդավարությունն ու պետությունը կանգուն պահել, Եվրամիությունը պիտի գա ասի, չէ, դուք քաղաքալացյալներ ունեք, ինչի։ Այսինքն դուք կարող եք ԵՄ-ին ապացուցել, որ սա Հայաստանի ինքնիշխանություն եւ ժողովրդավարությունը պահելու միջոցառումներ են։ Ապացուցելու ոչինչ չկա։ Ոչ թե հետընթաց։ Ապացուցելու ոչինչ չկա, իրավիճակը ակնհայտ է։ Ովքեր են եւ ովքեր ինչ են ցանկանում։ Ես կարծում եմ, այստեղ աքսիոմա է, ոչ թե թեորեմա, որ դեռ հավասարում կազմես, հավասարումը լուծես ու ինչ որ բան ապացուցես։ Ամեն դեպքում դուք այսպես Գյումրիի պատմությունը հաշվի առնելով չունեք մտավախություն, որ ձեր ուժը չի կարողանա դիմակայել 26-ի ընտրարշավի դաժանությանը, ծանրությանը եւ ասենք կստացվի այնպես, որ խորհրդանական ընդդիմությունը պլյուս Սամվել Կարապետյան, այսպես Գյումրի 2 կանեն եւ կվերցնեն իշխանություն
դուք էլ կհայտնվեք։ Եթե մենք վախենայինք, խիստ ընդդիմադիր ճամբարում Տիկին Ադամյան։ Եթե մենք ԿՊ-ի հետ միասին այդքան վախենայինք, շատ վախենայինք, վստահաբար մենք հիմա ընտրություններին չէինք մասնակցի վաղաշաբաթ խոշորացված համայնքում։ Չէ, դե հիմա ԿՊ-ի իշխանությունն է, ինչու պետք է վախենալ։ Ես հետոյի մասն եմ խոսում։ Ոչ էլ հետոյի համար, գիտեք, մենք գերադասում ենք ոչ թե վախենալ, այլ պայքարել։ Հանրապետություն կուսակցությունը իր ստեղծման առաջին օրից, իր հիմնադիր համագումարում ամենայն դեպս, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի շուրթերով հայտարարել է, որ պետք է պորտալերը կտրել Ռուսաստանից, անկախության բանալին դա է։ Ու մենք մինչև այսօր պնդում ենք, ձեզ հետ հարցազրույցներում քանի անգամ ենք այդ մասին խոսել, Հայաստանի Հանրապետությունում մոնոպոլիաների վերացման անհրաժեշտության մասին, տնտեսական անվտանգության մասին, տնտեսության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Ինչքան ենք խոսել։ Եվ ես արդեն սկսում էի տնտեսությունից խոսել, դուք էլի խոսեք 10 րոպե կարող ենք խոսել տնտեսությունից։ Ես չեմ ուզում 10 րոպե, 20 րոպե կամ 30 րոպե խոսել տնտեսությունից։ Ես ուզում եմ, որ հստակ պատկերացում ունենա միջին վիճակագրական ընտրողը։ Հստակ պատկերացում ունենա, ինչն է ընտրում, ինչու է ընտրում։ Եկեք ձեր մասին խոսենք Տիկին Ադամյան։ Մեր մասին եմ ես խոսում։ Եկեք ես մի հատ Ես խոսում եմ Հանրապետություն կուսակցության։ Խոստանում եմ, սա շատ այսպես գրգռող հարց չի լինի կամ միգուցե Եվրամիություն մտնելու օրակարգը Հանրապետություն կուսակցության եւ մի քանի այլ ուժերի օրակարգներ, բայց ԿՊ-ն վերցրեց այդ դրոշակը օրենքը ընդունելով, տեսակ Արադ Միրզոյանը ասաց, որ չի բացառվում մի տարվա ընթացքում հայտ ներկայացնեն Եմեն եւ եվրոպական քաղաքական համայնքի համաժողով է լինելու Հայաստանում մայիսին, երևելի եվրոպական դեմքեր կգան, պատկերացնում եք ԿՊ-ն, ասենք մայիսին կամ հունիսին կամ ապրիլին հայտարարի, որ դիմում են Եվրամիության անդամակցության հայտով եւ ուղղակի այդ օրակարգ նրանք ամբողջությամբ կսեփականաշնորեն ձեր այսպես խաղաքարտը հաղթաթուղթը ո՞րն է լինելու որովհետեւ ինչպես ասացի դուք հիմա մի փորձեք Հանրապետություն կուսակցություն ու քաղաքացիական պայմանագիր կուսակցություն այսպես հավակնությունների մրցապայքարի մեջ ինձ ներքաշել չկա այդպիսի պայքար մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության բայց ձեզ ինչու պետք է եւ մենք շատ ուրախ կլինենք եւ մենք շատ գոհ կլինենք եթե քաղաքացիական պայմանագիրը ականջալուր լինի Հանրապետություն կուսակցության հորդորներին, կոչերին, առաջարկներին, ծրագրին եւ այո, Եվրամիության անդամակցության գործընթաց սկսի։ Այստեղ խնդիրը մեր ու ձեր ընտրողները չէ։ Այստեղ խնդիրը պետությունն է։ Բայց դա էլ չէ խնդիրը պետությունն է, դա շատ կարեւոր է։ Ես չեմ կարծում, որ այդ ընտրողները լուսնից են իջել։ Հենց լուսնից իջնելու են ու գնան ընտրության։ Այդ ընտրողները շատ լավ գիտեն, ով իրեն ինչպես է պահել, ով ինչ ծրագիր է առաջարկել, ով ինչի համար է պայքարել։ Դա է խնդիրը։ Եվ ես կրկնում եմ, այո, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո Եվրամիությանը պետք է անդամակցի որքան շուտ այնքան լավ, որքան արագ ԿՊ-ն ներկայացնի Եվրամիության անդամակցության տեխնացուի հայտը իբրև իշխանություն, այնքան շահելու է պետությունը։ Ոնց։ Շահելու է պետությունը։ Ոնցի պատասխանը, ես կարծում եմ դուք փառահեղ ունեք։ Ոնցի պատասխանը դուք ստացաք նաև Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթղթերով։ Այ դա է ոնցը։ Երբ տարածաշրջանում հաստատվում է խաղաղություն։ Իսկ 26 ընտրությունը ելքը կարող է որոշվել հայտ ներկայացնելով Տիկին Ադամյան։ Տվեք ձեր տված հարցերին պատասխանել ինձ, մի ընդհատեք։ Երբ տարածաշրջանում ստեղծվում է մի իրավիճակ, որ պատերազմը այլևս պահանջարկված չի, երբ պատերազմը ձեռնտու չի, երբ տարածաշրջանը դառնում է արդեն մայրցամաքներ իրար կապող, ենթակառուցվածքներ զարգացնելու հնարավորություններ են ստեղծվում։ Հիմա դուք ոչ թե ինձ պետք է այս անպտուղ քննարկման մեջ մտցնեք, այս ինչ կասի, այն ինչ կասի, ձեր խաղաթղթերը ձեր ձեռքից կվերցնեն, չգիտեմ ինչ, հավատացեք այդ քննարկման օգտակար գործողության գործակիցը 0 է, որովհետև ընտրողին, միջին վիճակագրական ոչ միայն ընտրողին, միջին վիճակագրական հային հետաքրքրում է իր աշխատանք ունենալը, իր հանգստի իրավունք ունենալը, հետաքրքրում է խաղաղությունն ու զարգացումը։
վերջին հաշվով հետաքրքրում է իր աշխատավարձը։ Սրանք շատ ուտիլիտար խնդիրներ չեն, սրանք շատ կենսական խնդիրներ են, որովհետև կենսամակարդակը գերկարևոր խնդիր է։ Այդ կենսամակարդակի բարձրացման հիմքով է պետությունը զարգանում։ Ոչ թե պետք է հարկեր բարձրացնել, այլ հարկատուների թիվը մեծացնել։ Սա է խնդիրը։ Թե ոնց ենք աշխատավարձը բարձրացնելու, ես կարծում եմ, որ դուք էլ հնարավորություն կունենաք մեզ Հանրապետություն կուսակցության անդամներին հարցազրույցների հրավիրելու եւ ընտրությունների նախորդին այդ ամբողջ ծրագիրը։ Արդեն հունիսին ընդառաջ կարծում եմ, հա, մանրամասն կներկայացնենք։ Ես կարծում եմ, որ մենք արդեն իսկ բավականաչափ ծրագրեր ներկայացրել ենք, թե A5-ը, թե Արարատյան դաշտը, այս ամեն ինչը դրված է մեր կուսակցության կայքում էլ, մեր էջերում էլ կա ցանկացողը կարող։ Այո, անձամբ ես հնարավորություն ունեցել եմ պարոն Սարգսյանի հետ զրույցներում շատ մանրամասն լսել այդ արհեստական բանականության շտեմարան ստեղծելու ծրագիրը, այլ հարցեր վերաբերյալ տեսակետները եւ նա ասում էր, որ ամերիկյան կողմից ներդրումներ կարող են ունենալ 26-ին Հայաստանի այս քաղաքական կուրսը պահպանելու պարագայում, այսինքն եթե իր գնահատմամբ ռուսամետ ուժերը Հայաստանում չգան իշխանության։ Իսկ դուք ուշադրություն դարձրել եք, որ Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը 1 տարով են։ Այո։ Դե հետաձգման երկարաձգման, ոչ թե հետաձգման, այլ երկարաձգման։ Ճիշտ է, երկարաձգման հնարավորությամբ։ Այս պարագայում ո՞րն է ձեր կարծիքով առաջիկա հիմնական զարգացումը լինելու այդ իմաստով, այսինքն շատեր համարում են 26-ի ընտրությունները ճակատագրական Հայաստանի ապագայի առումով, երբ որ Պոլսո հայոց պատրիարքը ասում էր սա հարց է ռուսամետ կամ հակառուս լինելու, դուք կիսում եք այդ արգումենտացիան, նկատի ուներ 26-ի ընտրությունը եւ իհարկե նա դա ասում էր կաթողիկոսի հավանական անելիքների շուրջ, որ կսպասի դա, դուք ինչ եք մտածում։ Պոլսո հայոց պատրիարքը ոչ Անտիլիասի Արամա Վեապարը խոշոր հաշվով իրավունք ունեն այս ամեն ինչի մասին իրենց կարծիքը հայտնելու։ Չունեն իրավունք։ Կարծում եմ, որ ոչ։ Ինչու՞։ Շատ ճիշտ կլինի, որ իրենք իրենց տեղական խնդիրները լուծեն։ Շատ ճիշտ կլինի եւ նպաստեն ոչ թե այս ամեն ինչի ավելի, այսպես ասած, կրակը բորբոքելուն, այլ շիջելուն։ Իրենց հայտարարություններով ամենայն դեպս։ Որովհետեւ էլ եմ ասում, այստեղ խնդիրը առանձին եկեղեցականների անառակաբարով վարկը չէ։ Այստեղ խնդիրն է, որ եկեղեցին դուրս է եկել իր հոգևորականների որոշակի մասով, դուրս է եկել պետականության դեմ։ Սա է խնդիրը, որ եկեղեցին ներգրավվել է հիբրիդային պատերազմի մեջ, ինչպես մինչ այդ եղել է թե Ռուսաստանում, որտեղ Ռուսաստանը շատ արագ կարողացավ ռուս ուղղափառ եկեղեցուն հավաքել իր բռում, ինչպես եղել է Ուկրաինայում, ինչպես եղել է Մոլդովայում, ինչպես եղել է Վրաստանում։ Մենք առանձնահատկություն ավելի շատ ապացույցների կարիք չկա, որ ասենք կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, վարչապետը հղում էր անում մամուլին, բայց մամուլով բավարարվելը կարծում եմ այդքան էլ փաստահեն չի։ Ես նման քննարկումների մեջ չեմ ցանկանում մտնել, որովհետև ես այդ ամեն ինչը համարում եմ հետևանք։ Իսկ կարևորը պատճառը վերացնելն է։ Դու կարող ես տարատեսակ հետևանքների դեմ անverջ պայքարել, այդ հետևանքները բազմանալու են։ Եթե դու չես վերացնում պատճառը։ Որն է պատճառը։ Իսկ պատճառը վերացնելը հայ առաքելական եկեղեցու վերափոխումն է։ Աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում, մուսուլմանական եկեղեցիներում տարատեսակ քննարկումներ են գնում կրոնը եւ ժամանակակից հասարակությունը իրար հետ փոխհարաբերությունները սրտացնելու ուղղությամբ։ Հայ առաքելական եկեղեցին մնացել է Նիկեայի ժողովի, այսպես ասած, ժամանակներում։ Ինչու մենք եկեղեցու սահմանադրություն չընդունեցինք։ Ինչու մենք չընդունեցինք այդ փոփոխությունների համակարգը։ Եվ գիտեք, վերջին հաշվով 21-րդ դարում արդեն նոնսենս է այդ կուսակրոն հասկացությունը, կուսակրոնությունը չի եղել քրիստոնեության սկզբի ժամանակներում, բացարձակապես չի եղել։ Հաշվի առեք առաքյալներից քանիսն էին ամուսնացյալ եւ զավակներ ունեին։ Հիմա ինչ նրանց բոլորին հայտարարենք եկեղեցուց դուրս։ Կուսակրոնությունը հետագայում է մտցվել։
Ընդ որում Գոշի դատաստանագրքում էլ չկա կուսակրոնության մասին որևէ ակնարկիսկ։ Դա եղել է քրիստոնեության, այսպես ասած, վերնախավի ձևավորման, ավելի շատ հավաքական, մաքուր, չգիտեմ ինչ, ազդեցիկ կերպար ստեղծելու միջոց։ Արդյոք այդ միջոցը այսօր աշխատում է։ Ձեզ համար ինչ տարբերություն։ Պատրիարքները, Հռոմի Պապը, կաթողիկոսները ամուսնացած են, թե ոչ, եթե նրանք ծառայում են Աստծուն։ Ինչ տարբերություն։ Ինձ համար ոչ մի։ Ես կարծում եմ, որ դա պատճառ չէ։ Պատճառը այն է, որ հայ առաքելական եկեղեցին ներառվել է այդ հիբրիդային պատերազմում եւ դրա դեմ պետք է պայքարել։ Եկեղեցին պետք է այդ հիբրիդային պատերազմից դուրս բերել։ Սա է խնդիրը։ Ոչ թե տարատեսակ եկեղեցականների էլ եմ ասում, տարատեսակ գործողությունները, որոնք ինձ համար բացարձակապես նողկալի են, ավելին չասեմ։ Եվ ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ հանրապետություն կուսակցությունը այսպես շատ անզեն, իր գլխավոր, ինչ ասեմ, հաղթաթղթերը աջ ու ձախ, աջ ու ահակ նետելով է գնում։ Ոչ, մեր գլխավոր հաղթաթուղթը միշտ եղել է եւ կա ճշմարտությունը, անկեղծությունը, սկզբունքայնությունը։ Մեր գլխավոր հաղթաթուղթը այն, որ տասնյակ կուսակցություններ կային ասպարեզում, որոնցից հետքիսկ չի մնացել, բայց մենք կանք եւ մենք ավելի ենք զորացել։ Եվ մենք այո, այսօր կարող ենք հանձնառնել երկրի կառավարումը։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Անահիտ Ադամյանին։